Բաքվի դատարաններում գտնվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները շարունակում են պատմել, թե ինչպես է ղեկավարվել Արցախը, թե ինչպես է ղեկավարվել Արցախի բանակը, ինչպես են նշանակումներ տեղի ունեցել, ինչ է տեղի ունեցել 44-օրյա դավադրության ընթացքում, ինչու է հարված հասցվել Կյանջա քաղաքին, թե ովքեր են տվել այդ հրամանը, թե ինչպես են իրենք խնդրել հայկական Հայաստանի, այսինքն ղեկավարներին, որպեսզի պատերազմը դադարեցնեն, թե ինչպես իրենք այդ որոշումը չեն կայացրել, բայց մենք Հայաստանի Հանրապետությունում գտնվող մարդիկ այս ամենի վրա ուշադրություն չենք դարձնում, որովհետև այս չարիք պետությունը, որը կառավար չարիք, համաշխարհային չէ, բայց տարածաշրջանային միանշանակ չարիք պետությունը, որը կառավարում են, որի կառավարման վրա հսկայական ազդեցություն ունեն երկու մարդ, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել են, որ նախ Սերժ Սարգսյանը 2024 թվականի մարտին հայտարարեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները թուլամորթներ են, մեղադրեց թուլամորթության մեջ եւ նաեւ հետո իր դրածո վարչապետը պիտի հայտարարեր, որ այնտեղ գտնվող մարդկանց վրա հոգեն ներգործող միջոցներ են կիրառում, բանտերում գտնվող մարդկանց վրա հոգեն ներգործող միջոցներ են կիրառում։ Այսինքն ինչ էլ իրենք այնտեղ խոսեն, այդ խոսացածը չպիտի հանկարծ դառնա ներքաղաքական քննարկման թեմա։ Հանկարծ падգամավորները, խմբագիրները, վերլուծաբանները, հանրային կյանքի վրա, հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող մարդիկ հանկարծ չփորձեն այդ ամենը դարձնեն քննարկման թեմա։ Նախ իրենք թուլամորթն են եւ երկրորդ բանման են սրսկում, ասում են Նիկոլ Փաշինյանը, ինչ էլ ասեն սուտ է։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները որոշեցին մեծ հաշվով, սա իրենց որոշելիքն է, որ պիտի խոսեն քննիչների դեմ Ադրբեջանի, այլ ոչ թե պիտի խոսեն հայ ժողովրդի հետ, իրենք այդ հնարավորությունը ունեն խոսելու հայ ժողովրդի հետ մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը։ Իհարկե, եթե հայ ժողովրդի հետ խոսեին, կհայտնվեին հայկական բանտում։ Հիմա էլ, եթե որևէ մի պաշտոնյա խոսի Հայաստանի Հանրապետությունում, անմիջապես հայտնվելու հայկական բանտում, բայց իրենք որոշեցին, որ պետք է պահեն կորպորատիվ էտիկետը, պահեն այնքան ժամանակ, մինչև ընկնեն ադրբեջանցիների ձեռքը եւ այդ ամենը պատմեն արդեն ադրբեջանցիներին։ Ինչպես ասացի, մեզ մոտ այն վարքագիծն է, որ այնինչ այնտեղ ասվում է, մեզ հետ բացարձակապես կապ չունի, մենք մեր խնդիրները ունենք, մենք մեր խնդիրները ունենք, խնդրեմ ձեր ուշադրությունը դարձրեք մեր խնդիրների վրա։ Նիկոլը եւ Աննան իրար հետ ազգն են կրթում, որովհետև կրթվելը նորաձև է, իրենք հայտարարել են ամենատգետ, ամենաամորալ գործողությունները իրականացրած մարդիկ որոշել են, որ պիտի մարդկանց բացատրեն, թե կրթվելը ինչքան նորաձև է։ Կրթվելը երբեք նորաձև չի եղել Նիկոլ եւ Աննա, երբեք որևէ դարաշրջանում կրթվելը նորաձև չի եղել, մոդայիկ չի եղել այն մարդիկ, ովքեր կրթվել են, հատկապես այնպիսի երկրներում, որտեղ Հայաստանի Հանրապետության նման տալդա երկրներում, աշխարհից հետ ընկած երկրներում, չարիք երկրներում կրթվելը մեծ ցավ է, մեծ ողբերգություն է, այն մարդիկ, ովքեր կրթվում են, այն մարդիկ, ովքեր գրքերի միջոցով իրենց իմաստությունն են բարձրացնում, իրենք իրենց ցավն են բարձրացնում եւ դա կրթվել որևէ եւ դա նորաձև անվանել որևէ կերպ չի կարելի։ Այլ ուրիշ բաներ Հայաստանի Հանրապետությունում կարելի է նորաձև անվանել։ Օրինակ կարելի է նորաձև անվանել կաշառք վերցնելը։ Կաշառք վերցնելը նորաձև է, երբ որ դու կարողանում ես վերցնել վերցրածիդ մի մասը ուղարկել վերև, դա նորաձև է, դա ապահովում է քո թռիչքաձև աճը։ Ազգային անվտանգության ծառայության գործակալ լինել, միաժամանակ զբաղվել ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ, դա էլ է նորաձև։
Արարատ Միրզոյան լինելը նորաձև է։ Արարատ Միրզոյանի նման հազարավոր մարդիկ Հայաստանի Հանրապետությունում ուղղակի զբաղվել են եւ զբաղվում են եւ գործակալական գործունեությամբ եւ ընդդիմադիր գործունեությամբ իրենց նման մարդիկ շատ են եւ իշխանության մեջ եւ այսպես կոչված ընդդիմության մեջ այսա նորաձև է եւ ես խորհուրդ եմ տալիս Նիկոլին Աննային փոխել կրթվելը նորաձև է այդ ձևակերպումը եւ օրինակ տարածեն որ հարգելի ուսանողներ, հարգելի դպրոցականներ ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելը նորաձև է։ Եթե դուք կարողանաք դրա հետ մեկտեղ նաև զբաղվել ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ, ընդհանրապես բինգո կբռնեք եւ հաշվեք, որ դուք կապահովեք Հայաստանի Հանրապետությունում ձեր ապագան։ Նիկոլ, այդպես դարձրու ազգային անվտանգության ծառայության բոզ լինելը նորաձև է։ Դա ասա, կրթության հետ ինչ կապ ունես դու։ Հայաստանի Հանրապետությունում դպրոցները դարձրել էին հանրապետականները ընտրակեղծարարման, ընտրությունները կեղծելու կարևորագույն ինստիտուտներից մեկը դարձրել են եւ մինչեւ հիմա մի քիչ ձևն է փոխվել եւ մինչեւ հիմա դա պահպանվում է։ Ինչ գործ ունեք դուք կրթության հետ, բարձրագույն կամ հանրակրթական։ Մի մասնել էլի ուշադրություն չդարձնելով այն ամենի վրա, ինչ տեղի ունենում Բաքվում, մի մասնել առավոտից երեկո այսպես կոչված ընդդիմադիր հատվածը, այսպես կոչված ամենավերջին հայոյանքները, վիրավորանքները, անեծքներն է տալիս հայ առաքելական եկեղեցու ամենահարգված մեծ վաստակ ունեցող arczepiskopos-ներից մեկի հասցեին Միքայել Սրբազանի հասցեին։ Եվ այս զարմանալի չի, որ այդպես պետք է իրենց պահեն ընդդիմադիր այդ սեգմենտի ներկայացուցիչները, վարձկանները, զարմանալի է միայն այն, որ ի պաշտպանություն Միքայել arczepiskopos-ի հանդես չեն գալիս մնացած arczepiskopos-ները, մնացած եպիսկոպոսները։ Լավ գոնե Հայաստանի Հանրապետության, ենթադրենք Հայաստանի Հանրապետության եպիսկոպոսները ինչ որ կաշկանդվածություն ունեն։ Դրսի եպիսկոպոսները եւս կաշկանդվածություն ունեն։ Միթե դուք ամբողջապես կորցրել եք ձեր սովեսը եւ չեք տեսնում, թե ինչ լքվի հարցակումներ է տեղի ունենում Միքայել arczepiskopos-ի նկատմամբ։ Դուք չեք տեսնում ինչ է տեղի ունենում եւ ինչի դիմաց, ինչի համար մարդը վերլուծում է, խոսում է ճշմարտության մասին, իր սուբյեկտիվ կարծիքն է ասում եւ այդ իսկ պատճառով ամիսներ շարունակ ուղղակի տարբեր հաճախականությամբ, բայց շատ երկար ժամանակ տեղի է ունենում հարցակում arczepiskopos-ի նկատմամբ։ Այսինքն մի կողմից ինձ նաև շատ զարմացնում է կաթողիկոսի լռությունը, շատ է զարմացնում։ Այսինքն մի կողմից տեղի են ունենում Ադրբեջանում procesներ, որը ուղիղ վերաբերվում է մեզ, բայց այստեղ պիտի չխոսել դրա մասին, որովհետև այդպես է ցանկացել Նիկոլ Փաշինյանը եւ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության ամենաազդեցիկ մարդկանցից երկուսը, իսկ այն մարդիկ էլ ովքեր քաղաքականության մեջ են, փորձում են այս կամ այն կերպ հանկարծ այդ ոչ ֆորմալ պայմանավորվածությունը չխախտել, հանկարծ չխախտեն, մարդը ասել է այնտեղ գտնվողները թուլամորթներ են, հո չեն ելնելու այստեղ ասեն, որ այսպիսի բաներ են ասել։ Մեկից դուրս կգա Ալեն Սիմոնյանը, կասի, ես դուք Ադրբեջանում գեներացվող թեզերը դարձնում եք ներքաղաքական քննարկման թեմա, հո դուք թշնամի չեք։ Համել Նիկոլ Փաշինյանը ասել է, որ բանման են սրսկել այս մարդկանց, այսինքն իրենց ասածը ժամանակակից հայկական սլենգով ասած ասնավանի չի, Նիկոլն է ասել, դեմից ասած, չէ, բանման է սրսկում, սուտ են խոսում հետևապես, հետևապես պիտի քննարկման առարկա դառնալ
Մանր մուներ ինչ-որ հարցերը, այս է բլոգերները, խմբագիրները, ժուրնալիստները կան, շատ արդար, շատ օբյեկտիվ։ Եվ պետք է ժամանակ առ ժամանակ շարունակել շակալի նման հարձակվել այն մարդկանց վրա, ովքեր խոսում են ճշմարտության մասին։ Ամենավերջին շակալի նման։ Մի մասը դա կանեն, մյուս մասն էլ կնայի և կփորձի հնարավորինս զերծ մնալ քննադատությունից, չմտնել այդ թեմայի մեջ, դե որովհետև ժամանակներն են այսպիսին։ Այսպիսի Հայաստան։ Հայաստան, որը դարձել է տարածաշրջանային չարիք։ Հայաստան, որտեղ հային պետք է հայից հրգել։